Սոցիալական ամբողջ մեդիան այն բանի մասին է, որ իմ մոտ ստացվել է, քո мод ոչ։ Ինչն է Պուտինի ֆենոմենը, որ հայ երիտասարդը համարում է իրեն առաջնորդ։ Мною принято решение о проведении специальной военной операции. Այդ միայնակության զգացողության միջով շատ մարդիկ անցան ու շատերը դուրս չեկան։ Մի հոգի լինի ամբողջ ազգի առաջնորդ ու այդ ազգը ամբողջը հետևի այդ մարդուն, սիրի այդ մարդուն։ Սիրուն հեքիաթ է։ All you can talk about is money and fairy tales of eternal economic growth. Դառը իրականությունը այն է, որ բոլորը չեն կարող լինել առաջնորդ։ Մենք ունենք առաջնորդներ ընդհանրապես։ Պրովոկացիոն հարցեր մի տուր, Դավիթ։ Ողջույն, դուք դիտում եք Հոմոդեուսը, ես Դավիթն եմ եւ իմ հյուրն է Արփի Կարապետյանը։ Ողջույն Դավիթ ջան։ Արփի ջան, ես վերջերս գնացել եմ ԵՊՀ ու անցկացնում եմ դասախոսություն չէ, training, փոքրիկ սեմինար, կարելի ասել, ուսանողների հետ ու սենց հետաքրքիր հարցում արեցի հետները, ասացի եկեք փորձենք տեսնենք ինչպես են մտածում ուսանողները։ Ասացի ով է ձեզ համար առաջնորդ եւ տվեցի 4 մարդու անուն. Դոնալդ Տրամփ, Զելենսկի, Մակրոն եւ Պուտին։ Ինչ ես կարծում, ում ընտրեցին? Մոտ 60%-ը ընտրել էր մեկին։ Իստումա Պուտինին։ Այո։ Հիմա հարց, ըստ քեզ Պուտինն առաջնորդ է։ Միանշանակ։ Իսկ այն փաստը, որ Պուտինը օրինակ իր երկրի բնակչության մեծ մասին ուղարկում է օրինակ պատերազմի, ուրիշի տղաներին եւ այնտեղ բազմաթիվ խնդիրներ կան, էլի, որ մարդիկ են զոհվում, ինչ որ, չգիտեմ, երևի ինչ որ գաղափարների համար, որոնք կա այդ լիդերի երևակայության մեջ, բայց ամենայն դեպս հաշվի առնելով ժամանակակից աշխարհի հումանիտար եւ հումանիզմի զարգացումը մեր ժամանակներում, արդյոք նման մարդը, նման արժեքների, նման առաջնորդման մոդելի մարդը կարող է համարվել առաջնորդ։ Ես էլ զարմացա, երբ ուսանողները քվեարկեցին հենց Պուտինի օգտին։ Նախ ուզում եմ հիշեմ պապս ինչ էր ասում էր ազգերի միջև ընկերություն ավարտվեց այն պահին, երբ որ բոլորը սկսեցին խոսալ, որ ազգերը պետք է ընկերություն անեն։ Դրա համար այն պահից, երբ որ մենք սկսում ենք խոսալ, որ գնում ենք դեպի հումանիզմ, հումանիզմը գնալով պակասում է, իմ կարծիքով, շատ սուբյեկտիվ իհարկե։ Արի հասկանանք Դավիթ ջան, ինչ բան է ընդհանրապես առաջնորդ լինելը։ Արդյոք մենք խոսում ենք ինչ որ բայրոյական արժեքների մասին, կամ լավն է ինքը չար մարդ է, թե բարի մարդ է, թե մենք խոսում ենք ներուժի մասին, ներքին, որը որ դրդում է մարդկանց, որպեսզի դու ուղղակի ուզենաս գնաս այս մարդու հետևից ու հետևես իրան։ Դա ունիվերսալ չի, ինչ առաջնորդի մոդելը ունիվերսալ չի, չեմ հարցնում, որովհետև գրքերը, տրեյնինգները չեն ասում, օքեյ Ժորժ ջան, մենք ձեզ այսօր կսովորացնենք ինչպես լինել առաջնորդ, այս ինչ ոլորտում, հենց չի շեշտվում դա եւ չի առանձնացվում ինչ որ բարոյական կամ արդյունավետ առաջնորդի մոդելներ։ Իրենք տալիս են ինչ որ ունիվերսալ մոդելներ։ Եթե մենք հիմա այստեղ հայտարարենք, որ առաջնորդության մոդելները տարբերվում է, ստացվում է, որ այդտեղ ինչ խոսվել է այդ գրքերում կամ տրեյնինգներում, ինչ որտեղ նաեւ կասկածի տակ է հայտնում։ Ես դեմ չեմ դրան, ես կողմ եմ, որպեսզի կասկածի տակ դնենք մինչեւ այս եղած բոլոր թեզերը առաջնորդության հետ կապված։ Ինչ ես կարծում, որ տեսանկյունից կարա ուղղակի հարց տա, արի հարց տանք, հա մեզ իր հետևից մարդիկ գնում են։ Ես չեմ կարող ասել ինքը իրականում լեգիտիմ առաջնորդն է Ռուսաստանի թե ոչ, մենք չգիտենք։ Ցույց են տալիս ընտրությունները, որ մարդիկ իրան վստահում են։ Անհայտ պատճառներով։ Ասում են, չէ, Պուտինը ասեց։ Հա, ասում են։ Ու անհայտ պատճառներով մարդիկ իրեն վստահում են, իր հետևից գնում են եւ այս պատերազմը անգամ սկսելուց հետո մարդիկ շարունակում են իրեն վստահել։ Անցած թողարկումից հետո, երբ Սերգեյի հետ խոսեցինք այդ թեմայից, ես ասացի, որ ես նեյտրալ դիրք ունեմ ընդհանրապես ռուս-ուկրաինական հարցի եւ այլհասարակ ես քաղաքական եւ ընդհանրապես մենք պայմանավորվել ենք քաղաքական վեր քաղաքական պետքա լինենք հա նման հարցերում ու փորձում ենք ոչ թե վերլուծել հենց քաղաքական կտորը, այլ փորձում ենք վերլուծել հենց մեր մասնագիտությանը վերաբերող հարցերը։ Եվ այս առումով մենք նեյտրալ ենք դառնում արդեն։ Հիմա ինչ որ հարցում կարող Պուտինը լավ բաներ ունի, լավ կողմեր ունի, դրական առաջնորդի կողմեր ունի եւ ունի նաեւ բացասական, այստեղ քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա։ Ինչն է Պուտինի ֆենոմենը, որ հայ երիտասարդը համարում է իրեն առաջնորդ։ Ես չեմ ուզում դա տարածել ամբողջ հայերի վրա ու ամբողջ հայ երիտասարդության վրա։ Բնականաբար փոքր լսարան, փոքր քվեարկության ինչ-որ շրջանակ եւ այդ շրջանակի մեջ զարմանալի էր, որ 60%-ը եւ գիտես ինչ էին ասում ուսանողները։ Ուրեմն
հարցրեցի ու բավական խելամին պատասխան էին տալիս, ասում են ի՞նչն է ասում ձեզ դրթում որ դուք ընտրեք Պուտինին, ասում է առաջինը որ ինքը իր վրա գործադրվող ճնշման համաշխարհային ճնշման արդյունքում մնում է իր որոշմանը հավատարիմ, սա մեկ, երկրորդը շատ էին ասում որ իր արժեքները հստակ են, ինքը հստակ ոնց որ տեսություն ունի ինչն է ճիշտը եւ այդ ճշտից չի շեղվում եւ երրորդ իր դիմացկունությունը որ ինքը կարողանում է հստակ քաղաքական եւ ոչ քաղաքական կամք դրսևորել եւ մնալ դրան եւ չշեղվել դրանից։ Սա առաջին կետին շատ նման է, բայց հիմնական կետերը, որ նշում էին ուսանողները, դրանք են։ Համաձայն ես դրանց հետ։ Իրականում ոնց որ առաջնորդման եւ ընդհանրապես ով է առաջնորդ, ով չէ գաղափարին իմոց շատ տենց դուալ մոտեցում է, որտեվ ես գտնում եմ որ ամեն ինչ իր վիճակային է այս կյանքում։ Եթե կա ինչ որ հանգամանքներ, որոնք որ լավն են եւ կարող են այդ պահին մարդուն դրթել, որ ինքը կատարի ինչ որ քայլ, բնականաբար ինքը իրեն դրսևորում է եւ այո ինչ որ պահից մենք կարող ենք ասել որ իր հետևից գնում են մարդիկ ինձ համար առաջնորդության ունիվերսալությունը կայանում է նրանում որ դու մարդու մեջ զգում ես որոշակի ուժ դու իրան հավատում ես եւ զգում ես որ ինքը գիտի ուր է գնում երբ որ հոգեբանորեն եւ ենթագիտակցորեն դու դա անցալում ես ապա այո դու պատրաստ ես այդ մարդու հետևից գնալ շատ հետաքրքիր մի հատ տենց էքսպերիմենտ էին արել ու ընդհանրապես այդ ուղղությունը բավականին զարգացել է առաջնորդության զարգացում կենդանիների միջոցով։ Ես հիմա ձիերի օրինակը կբերեմ, այ նախանցած տարի մեր The Nature of Leadership կոնֆերանսի շրջանակներում մենք այդ էքսպերիմենտը արեցինք, պատկերացրա ձի որին որ դու վարժված չես, ու որի վրա որ դու չես նստում, այսինքն դու ձիավոր չես, դու կողքը կանգնած ես, ու պարզապես խոսալով դու իրան պետք է համոզես, որ ինքը A կետից շարժվի դեպի B կետը։ Պատկերացրեցի՞ր։ Ձին մեծ կենդանի է, այսինքն ի սկզբանե ինքը քեզանից մեծ է։ Ձին լեզու չի հասկանում։ Ձին օտար է որովհետև ինքը մարդ չի, հա, այսինքն լրիվ ուրիշ ոնց որ սեգմենտի ներկայացիչ է, ասենց ասենք։ Բայց արի ու տես, որ ինչ որ մարդկանց մոտ ստացվում է խոսալ, նայել ձիու աչքերի մեջ եւ համոզել, որ ձին տեղից շարժվի, իսկ ինչ որ մարդկանց մոտ դա չի ստացվում։ Հարց. Էկոստեպը արևային պանելների մասին չէ, այլ ֆինանսական արդյունավետության։ Այստեղ տեղադրված է Հայաստանի տանիքային ամենախոշոր արևային կայանը, ընդհանուր 2.5 մեգավատ հզորությամբ։ Այն ամեն ամիս խնայում է այս գործարանի համար ավելի քան 150 միլիոն դրամ, եւ դա անշուշտ ֆինանսական արդյունավետության մասին է։ Դե ինչ կանաչ քայլ կատարելու հերթը ձերն է։ Իսկ Homodeus պրոմոկոդով արևային կայան տեղադրելու դեպքում կստանաք հատուկ քեշբեք, որը ի դեպ փոքր թիվ չէ։ Մանրամասների համար զանգահարեք 8124 կարճ համարին եւ ձեզ ամեն ինչ կպատմեն կամ թողեք զանգի պատվեր Ecostep AM կայքում։ Հանդիպենք։ Այդ էքսպերիմենտը արել եք կոնֆերանսի ժամանակ։ Ինքը իրականում էքսպերիմենտ չի, ինքը արդեն շատ մեծ ուղղություն է առաջնորդման զարգացման ոնց որ հենց տրեյնինգների ոնց որ ոլորտում իրան շատ են օգտագործում, որովհետև ինքը իրոք տալիս է շոշափելի արդյունքներ։ Դա գիտական է։ Հա, իհարկե, ու ամբողջ ֆենոմենը գիտես ինչու՞մն է կայանում, որ ձին գնում է այն մարդու հետևից, որի ինքը հավատում է, որի մեջ ինքը զգում է այդ ուժը եւ այն որ զգում է գիտի ուր է ինձ տանում։ Լավ, մի բան հարցնեմ, եթե դա գիտական է, հետևում է դրանից, որ այդ փորձը կարելի է կրկնել այդ նույն մարդու հետ այլ տեղում, այլ պայմաններում եւ ելի այդ մարդու խոսքը ձիու վրա կազդի։ Արդյոք արվել է դա։ Որովհետեւ գիտության մեջ sense է, չէ՞, պետքա լինի կրկնելիություն, այսինքն պետք է այդ նույն էքսպերիմենտը կարողանան ուրիշները դնեն ու այդ նույն արդյունքը ստանան։ Արդյոք իրականում ինքը ոնց որ բնականավոր բավականին երկար արդեն գոյություն ունի, եթե չեմ սխալվում, մոտ 30 տարի է իրանով զբաղվում են այդ ուղղությամբ եւ այդ հոգեբանների հետ է պետք խոսել, ովքեր որ դրանով զբաղվում են, ես անձամբ դա չեմ անում են իմ ընկեր էքսպերտները, որոնք բավականին շոշափելի արդյունքներ են տալիս։ Ուրիշ բան է, որ
այսօր քո մոտ կստացվի, վաղը կարողա չստացվի, որովհետև քո մոտ էլ են հանգամանքներ փոխվում։ Այսօր դու այդ ներուժը քո մեջ չկա, դու կարողանում ես ազդել, վաղը այդ ներուժը կարողա չլինի։ Մենք էլ ենք մարդ, այն նախ եւ առաջ մենք մարդ ենք եւ մենք ունենք տրամադրություն եւ մենք էլ ունենք ինչ որ զարգացման փուլեր եւ ինչ որ էտապներ եւ ինչ որ հանգամանքներ, որոնք որ մեր վրա ազդում են։ Այսինքն ինչ հետաքրքիր բան ասացիր։ Եթե տենց ենք վերցնում, դա շատ նման է օրինակ այն թեմային, որ կամքի ուժի մասին են խոսում հաճախ, ասում են ինչ որ մարդիկ կամքի ուժ ունեն, ինչ որ մարդիկ չունեն եւ այլն։ Ինքը այստեղ ինչ որ մի բան արեց, ստացվեց, տեսեք, կամքի ուժ կա, կամքի ուժ դրսևորեց, բայց նույն մարդը տարիներ շարունակ ինչ որ մի բան չի կարողացել անել, դա բոլորը անտեսում են ու ոչ մեկ չի տեսնում։ Այդտեղ շատ հետաքրքիր մի հատ տեսություն կա, կոչվում է հայերեն հաջողակի սխալը, երևի, հաղթողի սխալը կամ ռուսերեն ошибка выжившего։ Դա ինչպիսի առաջին անգամ դրա հիշատակումը եղել է շատ հին ժամանակներում, երբ որ երկու փիլիսոփան ու իր ընկերներից մեկը զրուցում են իր միասին, ասում է տեսնում ես, ասում է նավերը այսքան եկել են հասել են ու այնտեղ եկեղեցում դրված են բազմաթիվ ցուցանակներ, որտեղ շնորհակալական խոսքեր են գրված նավապետերից, ովքեր ողջ են մնացել փոթորիկի արդյունքում։ Տեսնում ես, Աստված կա ու բանավեճը Աստծո մասին էր, ասում է այո, Աստված, այո, այդպիսի ցուցանակներ իրոք կան, բայց այնտեղ ցավոք չկան բոլոր այն մարդկանց ցուցանակները, որոնց փոթորիկը խորտակել է, որովհետև սա իրոք ֆենոմենալ բան ես ասում, որովհետև դա նշանակում է ինչ որ կա մարդկանց մոտ ազդելու ներուժ, որ իրենց մեջ թաքնված է, որ անգամ կարող է ձյու վրա ազդել։ Արդյոք դա կարելի է ունիվերսալացնել, ունիվերսալիզացնել եւ փորձել տարածել ամբողջ աշխարհում եւ փորձել գտնել, արդյոք կարող է մարդկանց մեջ կան ինչ որ հատկանիշներ, որոնք ազդում են եւ արդյոք դրա շուրջ ինչ որ ուսումնասիրություններ կան։ Գիտես, թե ոնց որ այդ երկու ուղղությունն է, ասում է լիդեր դառնում են, առաջնորդ դառնում են, թե առաջնորդ ծնվում են, հա, որի շուրջ կարելի է, հա, հավի ու ձվի թեման է, որի շուրջ կարելի է շատ երկար վիճել, նույնիսկ իմ շատ լավ ընկեր եւ ես կասեի ինչ որտեղ մենտոր Դերեկ Մակլեն դրա մասին գիրք է գրել, որը որ կոչվում է leadership charisma, այսինքն որ ինքը նույնիսկ գտնում է, որ խարիզման կարող է զարգանալ ոնց որ տարիքի ընթացքում, ոնց որ կյանքի ընթացքում դու կարող ես դառնալ խարիզմատիկ, եթե դու խարիզմատիկ չես եղել։ Բայց լինում է որ կոպես մարդիկ իծնե խարիզմա։ Ահա, լինում է որ իծնե խարիզմատիկ են լինում, չեմ ուզում ընդհանրապես որևիցե կարծիք հայտնել սրա շուրջ, որովհետև պատասխանը չգիտեմ եւ բնականաբար իմ նման շատ են այդ մարդիկ, ովքեր պատասխանը չգիտեն։ Ինձ ավելի շատ, չգիտեմ, կարդացել ես Գումիլովի պասիոնարների մասին տեսությունը, որի համար իրան պատժեցին։ Այո։ Ես մի քիչ ոնց որ դրա կողմնակիցն եմ, ես ավելի շատ ոնց որ հավատում եմ, որ կա ինչ որ պասիոնարնի էներգիա, որը որ այս պահին ծնում է առաջնորդ, որը որ տանում է առաջ իր հետևից։ Եվ որպես ինքը դառնա առաջնորդ, պետքա որ համընկնեն աստղերը, այդ աստղերը ասելով հանգամանքները, այսինքն ինքը հայտնվի ճիշտ տեղում, ճիշտ մարդկանց հետ, կարդա ճիշտ գրքեր, ճիշտ միջավայրում, ճիշտ զրույցի ժամանակ, գա ճիշտ ինչ-որ եզրակացությունների, հետո ճիշտ տեղում հայտնվելով ասի ճիշտ բան, որից հետո իր հետևից կգնան մարդիկ։ Դրա մեջ պատահականության դերը մեծ է։ Կարծում եմ այո, ու էլի կարող են գնալ դեպի փիլիսոփայական այդ ելևէջները, արդյոք պատահականությունը պատահական է թե ոչ։ Դե, հա, դետերմինիզմն ասում որ պատահական չէ, բայց մենք ի վերջո պատահականություն ասելով նկատի ունենք բոլոր այն իրադարձությունները, որոնց նախորդող դեպքերը մենք չենք կարող վերլուծել ու կանխատեսել ապագան։ Հետևաբար դրանք մեզ համար պատահական են։ Մենք ընկալում ենք որպես պատահական, իսկ ինչպես է դա իրականում, չգիտենք։ Այո։ Եթե վերցնենք այս տեսությունը, իսկ արդյոք առաջնորդ դառնալու համար կան ինչ-որ պարտադիր հանգամանքներ կամ պարտադիր պայմաններ, որոնք պետք են պահպանել, եթե չկան դրանք, ապա մենք չենք կարող ասել, որ տվյալ մարդն առաջնորդ է կամ ոչ։ Բնականաբար դա ամեն մարդ իրան ներսում ազգում։ Մի հատ լավ խոսք կար, ասում էր, չկա անմարդաբնակ կղզում առաջնորդ, որովհետև մենակ ես, չկա ոչ մեկ, հա, քեզ պետք են ինչ-որ ընկալողներ։ Հիմա այս դեպքում կան ինչ-որ հստակ պայմաններ, որովհետև դու շատ մեծ փորձ ունես նաև աշխատելու առաջնորդների հետ եւ համոզված եմ նկատած կլինես ինչ-որ բաներ, որոնք կփորձես հիմա հիշել ու ասել, մեր առաջնորդները հիմնականում հանդիպում է սա իրանց մոտ, կա տենց արդյոք մի չափանիշ կամ մի բնորոշիչ։ Եթե դու իմ սուբյեկտիվ կարծիքն ես հարցնում, Իհարկե։
ինչ որ տենց ընդհանուր գծեր կարող եմ ասել, ընդ որում տարբեր երկրների առաջնորդների համեմատելով, որովհետև մեծ գիտես, որ մեծ առաջնորդման դպրոցում ոնց որ բավականին տարբեր երկրներում տարբեր բաներ եմ անում, կան ինչ որ սենց ընդհանուր գծեր, որոնք որ սենց հարց են առաջացնում իմ մեջ, արդյոք սա է բանաձևը։ Առաջինը այն, ինչ որ դու նշեցիր, որի հետ ես շատ համաձայն եմ, դա սկզբունքային լինելն է, որտեվ սկզբունքային լինելը եւ սեփական արժեքների մեջ զիջումների չգնալը երևի շատ կարևոր առանցքային կտոր է, որի շուրջ մարդիկ զգում են այդ ուժը, որը որ դու քեզանից ներկայացնում ես։ Կներես ընդհատեմ, առաջին ինքդ քո պրինցիպների, ինքդ քո սկզբունքների առաջ հավատարիմ լինելը եւ հետո քո հայտարարված։ Դու առաջ ընկար, որովհետև ես դա էի ուզում ասեի։ Ուզում եմ ասեմ, չէ, լավ արեցիր, որ ասեցիր, որովհետև նշանակում է նույն էջի վրա ենք։ Նախ եւ առաջ այն որ ասում է պետք է առաջնորդես ինքդ քեզ, որ հետո առաջնորդես ուրիշներին։ Այսինքն քո կմախքը, քո ներքին առանցքը, քո արժեքները, քո աշխարհայացքը, քո սև ու սպիտակի տարանջատումը, քո սիրած մոտիվացիոն դաշտը, հա, ինչն է քեզ մոտիվացնում եւ ինչն է կարեւոր ընդհանրապես այս կյանքում, ինչին ես դու ուզում հասնես, այսինքն այդ բոլոր ինքնաճանաչման ելևէջների մեջ, եթե դու չունես պատասխաններ, դու չես կարող տաս այդ պատասխանները դիմացինին, իսկ մարդիկ քեզնից պատասխան են ուզում։ Իսկ որպես իրանք ստանան այդ պատասխանը, իրանք կգան քո մոտ, եթե դու այդ պատասխանները ունես։ Ըստ քեզ առաջնորդին պարտադիր են, որ հետնորդներ լինեն։ Կա առաջնորդ առանց հետնորդի։ Կա մարդ, որ առաջնորդ է, բայց չունի հետնորդ։ Աքսիոմատիկ հարց ես տալիս։ Ես պատրաստվել եմ այսպես։ Ինչ էի ուզում ասել։ Ուրեմն ըստ քեզ Մարքսը, Կարլ Մարքսը առաջնորդ էր։ Կարլ Մարքսը հիանալի էկոնոմիստ էր ու փիլիսոփա։ Եվ իր ոլորտում կամ իր գործում առաջնորդ էր, որովհետև մինչև հիմա իրեն ցիտում են, եթե ցիտում են, ուրեմն երևի։ Երևի այո։ Դու գիտես Կարլ Մարքսի թաղմանը քանի մարդ է ներկա եղել։ Ես գիտեմ, որ այո, բավականին միայնակ է եղել ինքը 9-ից 12 հոգի։ Այսինքն ինքը իր կյանքի ընթացքում հետնորդներ չի ունեցել, բայց իր գաղափարները մինչև այսօր, այսինքն եթե ինքը այսօր ապրեր, ինձ թվում է շատ մեծ թվով հետնորդներ կունենար եւ չես կարա ասես։ Ինձ թվում է Instagram-ում 2 միլիոն պատվի։ Որտեվ գնա Մերիարի սիրեմը շատ է տարածված։ Այդ էլ կա ճիշտ ես ասում։ Այդ էլ կա ճիշտ ես ասում։ Մենք իրականում ու դա մենակ Կարլ Մարքսը չի, մեծ քանակի մարդիկ, որոնք ինչ որ բանի հասել են, մահից հետո են արժևորվել։ Այո։ Տարբեր սերունդների կողմից կամ չեն արժևորվել, կամ պոպուլար մարդիկ մահանալուց հետո մոռացվել են, դրա համար ոնց որ կյանքի ելևէջները ուր կտանեն, երբեք չգիտես։ Իմ կյանքը գիտես ոնց ասենց ես ապրում եմ, ինչ որ իդեաներով հոգնում եմ, իմ մոտ աշխարհը դառնում է հասկանալի ու կանխատեսելի, մեկ էլ ինչ որ գիրք դե ընթացքում միշտ գիրք եմ կարդում, իմ մոտ դադարող սովորույթ է դա։ Ու մեկ էլ ինչ որ մի հատ պահի կյանքս փոխվում է, որովհետև ինչ որ մի նոր իդեա մտնում է գլխիս մեջ ու սկսում է այնտեղ ապրել։ Ես իրան տենց թույլ եմ տալիս ինքը երկար ժամանակ ապրի։ Եթե ժամանակի ընթացքում ինքը դիմանում է կրիտիկային եւ տեսնում եմ, որ կապ կա, պատճառահետևանքային կապ կա իրականության հետ, այդ մնում է դառնում է իմ մի մասը։ Հիմա ասեմ մի հատ իդեա, որը որ ինձ այցելել է այս վերջերս մանկավարժական համալսարանում ելույթից առաջ պատրաստվում էի, որ խոսեի առաջնորդությունից։ Ես բնավորությամբ մարդ եմ, որ չեմ սիրում միանման ու միապաղաղ շտամպ, ոնց որ sense նույն գործարանից արտադրված լինեն, եւ իմ ոդկասթն եմ աշխատում այդպեսին անել, եւ իմ գործն եմ աշխատում, եւ իմ սեմինարները, եւ իմ էջը ամեն ինչ աշխատում եմ այնպես անել, որ բոլորին նման չլինի։ Մտածում ես, լավ, առաջնորդությունից պիտի խոսեմ, ինձնից առաջ այսքան սպիկեր, այսքան ոդկաստ, այսքան նյութ մարդիկ լսել են։ Ինչ պիտի ես ասեմ այս մարդկանց, որ նորություն լինի։ Եվ խորացա մի 3 օր ու եկա մի հատ հանճարեղ գաղափար։ Այս Կարլ Մարքսի թեման, որ ուսումնասիրեցի, որ այս մարդը հետևորդ չի ունեցել իր կյանքի ընթացքում, բայց ինքը փաստացի առաջնորդ էր ստացվում։ Բայց մի կողմից ունենք Հիտլերին, ով ունեցել է մեծ թվով հետնորդներ։ Ասում լավ, ի՞նչն է միավորում այս երկու մարդուն։ Ու հասկացա, գիտես ինչ, որ առաջնորդներին միավորում է պարզ ու կենսունակ իդեան։ Առաջնորդը եթե
լավ պատասխանատվության զգացում ունի, շատ նախաձեռնող, խարիզմատիկ, թույն խոսում է եւ այլն։ Նույնիսկ կարող է իր պրինցիպներին հավատարիմ լինի, բայց չունի པարզ իդեա, որ տա մեզ, որից մենք կկարչենք, որին կհավատանք, Չէ, գաղափարը կարևոր է, ու ճիշտ որ ես ետևից ասում։ կգնանք։ Գաղափարը կարևոր է, բայց այդ գաղափարը պիտի կարողանաս փաթեթավորես, ու այդ գաղափարին պետքա հավատաս։ Այ հիմա փաթեթավորողները դարձել են բլոգերները։ Իրանք անում են ինչ-որ ձևով փաթեթավորում են ինչ-որ գաղափարներ եւ մատուցում են իրենց լսարանին։ Դա որոշակիորեն նման է առաջվա հեռուստատեսության, ուղղակի տարբերվում է նրանով, որ այստեղ մի դեմքի հետ ես դու կապվում, իսկ առաջ օրինակ տարբեր ու հեռուստալիքը սիրում էր, որովհետեւ այնտեղ տարբեր հաղորդումներ կան։ Հիմա օքեյ, մենք կարող ենք համարել, որ մեր ժամանակակից բլոգերները ինչ-որ չափով առաջնորդներ են իրենց լսարանի համար։ Իրենց լսարանի համար կարող է, բայց արի մի բան հասկանանք, հա, որ քանի որ շրջվել է բուրգը, կորպորատիվ կուլտուրայի եւ ընդհանրապես, հա, մշակութային բուրգը շրջվել է։ Եթե առաջ ամեն ինչ սկսում էր կառուցվել արժեքներ, հետո նորմեր, պրոցեսներ, հետո վերևում արդեն նոր հայտնվում էին արտիֆակտները, օրինակ ինչ դնենք, ինչ թիթեռ նկարենք, չգիտեմ, պատի վրա, որ համահունչա մեր արժեքներին, հա։ Հիմա ոնց որ սկսվում է թիթեռներից։ Եվ այդ թիթեռները ոչ միշտ է, որ արտացոլում են իրական արժեքները, ինչպես եւ իրական աշխատում եւ կորպորացիաներում, հա, մեծ բնական է, որ մարդիկ ինչ որ արժեքներ են ապրում, բայց իրականում ուրիշ արժեքների մասին են խոսում։ Հիմա մենք ունենք այդ թիթեռները, այսինքն մենք ունենք մեծ քանակի արտաքին արտիֆակտեր, որի հիման վրա հետևորդը անում է ինչ որ եզրակացություններ, ինչա ինքը հետևում։ Ուրեմն դրա տակ կա ինչ որ արժեք, որը որ կպնում է իր սրտին, ճիշտ է։ Հիմա եթե, հա, այլապես ոնց որ ինքը չի հետևի, ինչ որ բան իրան դուր է գալի։ Եթե ինչ որ բան իրան դուր է գալի, ուրեմն արժե համակարգի մակարդակով որևէ բան կպել։ ինչ որ բան կպել է։ Հիմա հասկանանք, եթե իմ արժեքը կպնում է քո արժեքին ու դու ինձ հետևում ես, ուրեմն այո, դու ինձ հետևում ես։ Ուրեմն եթե դու ինձ հետևում ես, ես վաղ քեզ կարամ ասեմ, արի սենց բան անենք, ու դու դա կարող ես անես։ Այո։ Դրա համար գովազդ են վերցնում այդ մարդկանց մոտ, եւ իրենց ազդեցությունը լավն է իրենց լսարանի վրա։ Իսկ արդյոք այն որ շատ բլոգերներ շարունակում են գովազդել ու շարունակում է դա էֆեկտիվ լինել, բայց իրենք թույլ են տալիս բազմաթիվ հակասական քայլեր, հակասական թեզեր, մեկը մյուսին հակասող գաղափարներ, միտեղ ասում են սա, միտեղ դրան հակառակն են ասում, ոչ ոք դա չի նկատում։ Առաջ սա հատուկ է եղել լիդերներին ըստ քեզ, թե սա նոր երևույթ է, որ մարդիկ sense բազմաբևեռ ու բազմակողմ ու ադապտիվ են դարձել, փորձում են բոլոր ադապտիվությունը, հա, ադապտիվությունը շատ է մտել մեզանում, այն որ բանը որ գիրքագրե never normal, երբեք արդեն նորմալ չի լինի, այն ինչ որ այն աշխարհը որտեղ որ մենք ապրում ենք, արդեն ոչ մի նորմալ pattern-ների մասին մենք չենք կարող խոսել, եւ սխեմավորել ու ասել այ սենց է ժողովուրդ, ինձ թվում է գնալով շատ ավելի դժվար կլինի եւ տեսությունների տեսանկյունից եւ կիրառական տեսանկյունից եւ մենեջմենտի տեսանկյունից, այսինքն ամեն ինչ ունեցա փոխվել, որ իրոք վերլուծության ենթարկել, համենայն դեպս կյանքի այս փուլում մենք չենք կարող։ Մենք անորոշության մեջ ենք։ Այո, կարանք ինչ որ սցենարներ մտքում ունենալ, ինչ ուղղությամբ դա կարող է գնալ։ Ես մասնավորապես դա կարամ ասեմ, օրինակ մարդկային ռեսուրսների կառավարման մեջ, հա, կան տարբեր սցենարներ, բայց միևնույնն է, ոչ ոք չի կարող ասել։ Բոլոր գուշակություններ են դա, հա, աստղագուշակի նման մի բան է, որովհետև ամեն ինչ խառնել ենք ու փորձում ենք այդ ոնց որ քաոսի մեջ հասկանանք ինչ ճաշ է ստացվելու, ապրենք կտեսնենք, ամեն դեպքում հետաքրքիր ժամանակներ են։ Գերեվա, հա, գերեվա։ Բլոկբասթերի մեջ ենք ապրում։ Երբ սկսեց փոխվել աշխարհի այդ ուղղությամբ, որովհետև Կովիդի հետ են կապում։ Շատերը հա կապում են Կովիդի հետ, բայց Միջև Կովիդն է սկսվել, միանշանակ։ Միջև Կովիդն էր։ Ուղղակի արագացավ Կովիդի ժամանակ։ Ինչն էր, որովհետև ինչ որ մի բան պիտի փոխվի մեր իրականության մեջ, որ մենք սկսենք։ Ես Իջևանում, որտեղ ես ու դու խոսնակ ենք, Իննո Իջևանի ժամանակ։ Ես խոսեցի նրանից, որ 2007 թվականից հետո մարդկությունը սկսեց փոխվել ու սկսեց դանդաղ էվոլյուցիա ապրել լրիվ այլ ուղղությամբ, որն էր իմ տեսությունը, որ մինչև 2007 թվական մարդիկ ամեն ինչ անում էին, որ համախմբվեն եւ փորձում էին կազմել խմբեր, գտնել համախոհների եւ այլն եւ այլն եւ 2007 թվականից ստեղծվեց տեխնոլոգիա, որը տվեց իլյուզիա, դա iPhone-ի ստեղծման տարեթիվն է։ Այո, ես հասկացա։ Որը ստեղծեց պատրանք, իլյուզիա,
որ մենք միավորված ենք, որ մենք մի գրուպայում ենք Facebook-ում, ուրեմն ես ու դու միավորված ենք, կամ ես ու դու հետևում ենք ինչ-որ նույն Բանը ռուսները որ ասում են мы с тобой одной крови, այդ, հա։ Բայց իրապես, երբ մենք սոցիալական վերլուծության ենք ենթարկում այդ մարդկանց, իրենք ընդհանուր ոչինչ գրեթե չունեն, բացի նրանից, որ հետևում են որևէ մարդու, չնայած նրանց համար դա ընդհանրություն է համարվում։ Եվ բայց ներքին զգացողությունը ոչ մեկ չի չեղարկել, մարդիկ միևնույնն է, մինչև հիմա զգում են ներքին դատարկություն, սկսեց վեցանալ ստրեսը, դեպրեսիաների թիվը, մարդիկ սկսում են մենակ զգալ ավելի իրենց եւ անգամ թվային աշխարհում իրենց տևական շփումը եւ տևական կոմունիկացիան տարբեր մարդկանց հետ, չաթերում, գրուպաներում, ստորիներով, on-line եթերներով եւ այլն, միևնույնն է իրենց ներսում թողնում է դատարկության զգացում։ Ըստ քեզ կարողա թվային տեխնոլոգիաների ազդեցությունը մեր կյանքի վրա այս պահին այնքան մեծ է, որ մենք հենց դրա պատճառով չենք կարողանում կողմնորոշվել ով է առաջնորդը լավ, բոլորը խոսում են, բոլորը գոռում են, բոլորի ձեռքին միկրոֆոն կա, բոլորը ասում են կարծիք եւ պնդում են եւ դա ոչ մեկ չի ստուգում։ Դավիթ ջան, այնքան հանգամանքներ կան, հանգամանք համար առաջին, որ շատացել է ընտրությունը ու բոլորը տարբեր հարթակներում հենց դրա մասին են ասում, որ ինչքան շատ է ընտրությունը, այնքան ավելի է խճճվում մարդը իր նպատակադրման մեջ։ Ռիխֆրոմի գիրքը կարդացել ես։ Հենց դրան էի տանում, ինչ հետաքրքիր է, որ նույն բանի մասին մտածեցինք, ես էլ դու էլ։ Կյանքի իմաստը եւ իրականում ոնց որ իմաստ գտնելը կյանքում, երբ որ դու ունես ընտրության բազմազանություն եւ ոչ թե 10, 20, այլ հարյուրավոր ընտրություններ, ինչ դու կարաս այս պահին անես կամ այս պահին կարաս նայես, ընդհանուր վերում է այն խճճվածության, որ մարդ չի հասկանում ինքը ով է, ուր է, ինչի համար է եւ այլն եւ այլն։ Մարդիկ իմաստ են փնտրում։ Այդ մեկ։ Երկրորդը իհարկե տագնապը օթում, որը որ պայմանավորված է բազմաթիվ եւ քաղաքական եւ նույն կովիդյան շրջանից հետո, որտեղ այդ տագնապը մեզնից դուրս չի եկել, ինքը ներսում է եւ երբ որ մենք ասում ենք, ասենք, եթե կովիդի ժամանակ մեզ մոտ այդ իզոլացիայի մեջ լինելը, իզոլացված լինելը ֆիզիկական էր, ապա կա նաեւ ինչ որ սոցիալական իզոլացվածություն, չնայած որ մենք շատ ակտիվորեն շփվում ենք եւ ձև ենք թափում, որ ամեն ինչ լավ է, բայց իրականում այդ միայնակության զգացողության միջով շատ մարդիկ անցան ու շատերը դուրս չեկան։ Շատերը միջև հիմա անդեղ են։ Բրնաութը գիտես ինչքան էր ցուցանիշը մինչև կովիդ ու կովիդից հետո։ Ես պատկերացնում 2% պրոֆեսիոնալ այրումը, հա, հայերեն, եւ բրնաութի տոկոսը 50 էր արդեն 2020-21-ին, որովհետեւ մարդիկ ուղակի չգիտեին, չէին տարբերում հանգիստը եւ աշխատանքը, չկար հստակ բաժանում։ Ես ընդհանրապես չեմ սիրում այդ բաժանումը, որտեվ կա կյանք, որը որ դու ապրում ես։ Բայց դա հանգիստ աշխատանքի մեջ էլ կարելի է հանգստանալ, երբ որ հաճույք ես ստանում։ Կարո՞ղ դու պասիանի առես դրա համար ես տենց, որովհետեւ դու այդ փոքր 3%-ի մեջ ես մտնում, չգիտեմ։ ու հետաբար քո համար լրիվ ուրիշ է։ Ինձ համար ուրիշ է, որովհետեւ ես միշտ ներվայնանում եմ, երբ որ ինձ հարցնում են կյանքի բալանս եւ այլն։ Ինձ համար ու շատ վաղուց հիշում եմ սրանից մի 10 տարի առաջ մի հատ մեծ տենց ինչ որ բաներ, սիմպոզիում էր ու ինձ բերեցին, նստացրեցին որպես հայաստանցի ձեռնարկատեր, որը որ իր սեփական ընկերությունը ունի, ու ասեցին ոնց է բալանսը պահում եւ նաեւ այդ թեմաներ, կին արմատը ոնց է հասե աջողության եւ այլն։ Շատ նյարդայնացա, որ այդ հարցը տվեցին, որովհետեւ ինձ համար չկա հարց բալանսի մասին։ Դու այնտեղ ես, որտեղ այդ պահին պետքա որ լինես։ Դու անում ես այն, ինչ որ այդ պահին պետքա անել։ Եթե հաճույք ես ստանում, ուրեմն երջանիկ ես, եթե հաճույք չես ստանում, ուրեմն դու չունես բալանս, հա, կապ չունի դա ընտանիքում է, թե դա գործի տեղն է։ Չես պատկերացնի ներքուստ ինչքան հրավառություն է հիմա ներսումս, ինչքան համամիտ եմ քո հետ։ Վերջերս հենց մի տարի առաջ երևի, այդքան վաղ չէ, սեմինար էի կարդում ու հենց այդ թեմայի հարցը բարձրացվեց, բա ոնց պահել կյանքի ու գործի մեջ բալանսը, ես էլ հարց տվեցի ինքս ինձ ու դալիճին ասի, ես իմ վրա մտածեցի մի անգամից, ասի, ես բալանս պահում եմ, թե չի, ասում, չէ, մի վարքյան, իմ գործը իմ կյանքն է արդեն։ Իհարկե։
ինչ կյանքի ու գործի միջև բալանսի մասին է խոսքը։ Եթե կարիք կա, մինչև գիշերը 3-ը կնստեմ կաշխատեմ ու ես դրանից ինձ ավելի լավ եմ զգում։ Բայց փորձը ցույց է տալիս, որ դա միշտ ասում են այն մարդիկ, ովքեր երբեք չեն կանգնել դեպրեսիայի առաջ կամ ներքին այդ Ես բռնաուտի կանգնել եմ առաջ։ դեպրեսիայի առաջ, մենք Կպատնես- բոլորս ենք կանգնել։ Դե Եղել է դա Չարաբաստիկ մեր 2020 թվականը բնականաբար։ Իսկ դա դու տենց երկար ժամկետով պերմանենտ գտնվում ես ստրեսի մեջ։ Իմ մոտ ստրեսը պայքար է։ Ես այն պայքարող տիպերից եմ։ Հա, ես չեմ սառում, ես գցվում եմ պայքարի։ Իմ մոտ ստրեսը դուրս եկավ պայքարով, բայց իրականում պայքարն էլ սպառեց ինչ որ պահին իմ բոլոր ռեսուրսները եւ կարճ բայց տևեց։ Այո, տևեց։ Չես հոգնել Ինչից։ ամեն ինչից։ Չէ, կյանքը հետաքրքիր է, ոնց որ Իսկ եթե ձեզ հետաքրքիր է դիտել այս ոդկասթը, ապա մեզ աջակցելու համար շատ բան պետք չէ։ Պարզապես բաժանորդագրված եղեք մեր ալիքին, մի ափսոսացեք ձեր լայքերը եւ իհարկե թողեք ձեր դրական կամ բացասական կարծիքները մեկնաբանություններում։ Ես անպայման կարդում եմ դրանք եւ հաշվի առնում։ Դա ձեզնից շատ մեծ ժամանակ չի խլի եւ իհարկե շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր առանց ափսոսալու ամեն թողարկմանը դա անում են։ Ոնց է։ Չէ, այնքան հետաքրքիր բաներ կա այս կյանքում, ոնց կարող եմ հոգնել։ Մարդիկ հոգնել են։ Չէ։ Ես ուզում եմ այս հարցով քեզ բերել նրան, որ դու ինչ որ քո կարծիքն ասես։ Ինչ անենք, որ քո նման պահենք հետաքրքրությունը մինչև այնքան մինչև որ մեզնից, չգիտեմ, էլ ոչինչ չսպասեն, որովհետև ես մի հատ լավ կարծիք ունեմ, ասում եմ, դու երիտասարդ ես այնքան տարի, որքան քեզնից որևէ բան սպասում են։ Միայն ծերերից է, որ ոչինչ չեն սպասում։ Ծերերը դա հասարակության այն շերտն են, իհարկե ամենայն հարգանքով ծերերի հանդեպ, բայց այն շերտն են հասարակության, որից պետությունը, տնտեսությունը եւ այլն ոչինչ գրեթե չի սպասում կամ շատ քիչ է սպասում։ Ինչու են երիտասարդությանը դնում գլխներին ու ման տալիս, ինչու են փորձում է զումերների անverջ կապրիզներին դիմանալ կամ ադապտանալ շուկան ինչի է փորձում դանել, որովհետև իրանց ապագան իրանցն է ու իրանցից շատ բան է կախված, սպասելիքներ կան իրենցից։ Քեզնից ես համոզված եմ, մինչև հիմա շատ սպասելիքներ կան եւ դու առանց որևէ բանի դու առաջնորդ ես, որովհետև ես քո մասին լսել ու շատ եմ տարբեր տեղերում պատմել են քո մասին, շատ եմ նկատել, որ մարդիկ քեզ ընկալում են որպես Հայաստանում HR-ի հիմնադիրներից մեկը, մարդ, ով առաջադեմ է, ով նորություններ է տալիս շուկային, ում ձեռագրին հետևում են նայում են։ Ես համոզված եմ դու էլ գիտես, որ շատերը փորձում են նույնիսկ նմանակել կամ կրկնօրինակել քո ոճը, աշխատելավոճը եւ այլն։ Ըստ քեզ ո՞րն է քո բանաձևը, որ դու տարիների ընթացքում քո կրակը ներսի չես կորցնում, ինչ ես դու անում։ Շնորհակալություն քո խոսքերի համար, Դավիթ ջան։ Իրականում ինչ որ տենց արտառոց բանաձև չկա երևի։ Ես ապրում եմ նախ եւ առաջ իմ կյանքը ու միշտ եւ իմ կարիերայի օրիենտացիայի, հա, կողմնորոշման դասընթացներում, երբ որ աշխատում եմ երիտասարդների հետ, եւ երբ որ խորհրդատվություն եմ տալի, եւ երբ որ քոուչինգ եմ անում տարբեր top մենեջերների, ընդ որում միայն Հայաստանի մասին չի խոսքը, միշտ ասում եմ, երբ որ դուք նայում եք եւ միշտ գալիս ենք այդ եզրակացության, երբ որ դու նայում ես ուրիշի երջանկությունը եւ ուզում ես լինես նույն ձևի, փաստ չի, որ իր երջանկությունը կերջանկացնի քեզ։ Դրա համար նմանակել եւ փորձել ապրել ուրիշի կյանքը ամենասխալ ճանապարհն է։ Ամեն մարդ պետք է գտնի իր երջանկության բանաձևը։ Անի այն, ինչ որ կարեւոր է իր համար, ինչ որ հետաքրքիր է իր համար եւ գտնի իր ճանապարհի ուղին։ Երևի դա է, որովհետեւ հետո մի կարեւոր բան էլ կա։ Ես ինքս ինձ հետաքրքիր եմ։ Հասկանում ես։ Ինձ հետաքրքիր է ինքս ինձ հետաքրքիր է։ Կարծում եմ ամենակարևոր բաներից մեկը, որ դու նշեցիր, դա հենց հետաքրքրասիրությունն է։ Մարդիկ այսօր հետաքրքրությունը կորցրել են, որովհետև իրենց հետաքրքրությունը արհեստականորեն բավարարվում է համացանցում,
ինչ էր առաջ պետք մարդիկ պիտի տենց վառ գունավոր կյանք ապրեին իրենց կարիերայով, որպեսզի հետաքրքիր լիներ իրենց։ Իսկ հիմա հետաքրքրությունը կարելի է բավարարել ուղղակի մտնելով YouTube կամ մտնելով TikTok կամ մտնելով Instagram ու չգիտեմ ինչ որ ստացվում եմ շատ բիզայական եմ խոսում կամ ասում եկեք վերադառնանք քարանձավեր ու առաջվա պես ապրենք, որպեսզի առաջնորդների ֆունկցիան վերադառնա, որպեսզի մենք որպես մարդ մեզ ավելի հետաքրքիր լինի ապրելը, բայց ամեն դեպքում դու վառ օրինակ ես հենց դրանում, որ կարելի է այս տեխնոլոգիաների դարաշրջանում պահել ապրելու կյանքի հետաքրքրությունը, բայց ապրելու իրական աշխարհում, ոչ թե թվային աշխարհում, որ հետաքրքրությունը դա ինչ շարժիչ ուժն է մեր երկիր մոլորակի ու պատմության ամբողջ ընթացքում։ Հետաքրքրությունն է, չէ՞, մարդկանց ստիպել վերցնեն, ասենք, փորձեն ինչ որ բաներ միացնել իրար ու ստանալ օրինակ ներքին այրման շարժիչ։ Տենց չի եղել, չէ՞ որ առողջ զարթնի ասի, վայ, այսօր ներքին այրման շարժիչ են արեն, չէ՞։ Չէ, բայց մի բան ասեմ, եթե կարելի է, հա։ Նայ, ես ընդհանրապես մի հատ ուղեղի աշխատանքը որ նայենք, մի քանի ոնց որ sense կողմնորոշման sense մեխանիզմ կա, չէ՞, մտնում ես, չգիտեմ, մտնում ես սենյակ, փորձում ես կողմնորոշվել։ Ուղեղը քեզ օգնում է, որ դու կողմնորոշվես, դու որտեղ ես, որտեղ պետքա գնաս, հա, ոնց որ տարածական կողմնորոշում, sense ասենք։ Երկրորդ ասենք, եթե sense անջատենք ուրիշ բան միացնենք, դա տեղեկատվության ընկալումն է։ Այսինքն դու նայում ես, դու ընկալում ես։ Դու նայում ես, դու ընկալում ես, դու նայում ես, դու ընկալում ես, դու կարդում ես, դու ընկալում ես, հա։ Եվ ոնց որ էլի բազմաթիվ այլ ֆունկցիաներ կա եւ կա ֆունկցիա ոչինչ չանել։ Այսինքն դու նստած ես, որ ասում են տղամարդը նստած է բազմոցին, հա, առողջ տղամարդը ամբողջ գիշերը մտածում է։ Այդ մտածելը երևի դա այն կարևոր բանն է, որը գնալով քչանում է մեզանում, որովհետեւ այդ մտածելու ժամանակը, երբ որ դու ոչ թե ընկալման ֆունկցիայում ես եւ ոչ էլ տարածական կողմնորոշման ֆունկցիայում ես, այլ հենց մտածում ես, այսինքն process ես անում ինչ որ բաներ քո ուղեղում։ Այդ ժամանակա, որ ծնվում են կրեատիվ գաղափարներ։ Դու Մարկոս Ռեյչելի ուսումնասիրության մասին ես ասում։ Այո, այո։ Ես կարող եմ ես ու դու նույն բաներն ենք անընդհատ կարդում ու լսում, որպեսզի པարզ լինի։ Դե արի հասկանանք, որ կներես հիմա կասես, արի հասկանանք, որ երբ որ մենք այն ժամանակը, որ վայ հետաքրքիր չի, ել չլսեմ, փոխում ենք եւ սկսում ենք նայել ով ինչ է Instagram-ում դրել, մենք էլի ընկալման մոդի մեջ ենք ու ոչ մի նոր բան մենք չենք ստեղծում։ Ուրեմն որպեսզի մեծ դիտորդներին, մեր դիտորդներին հասկանալի լինի ինչի մասին ենք մենք խոսում, տեղափոխեմ տենց ավելի ռացիոնալ դաշտ, ուրեմն Մարկոս Ռեյչելը 2003 թվականին Այսինքն ես ռացիոնալ չէի խոսում իմ շատ զգացմունքային ու լավն էր քո ասածը։ Ուրեմն 2003 թվականին Մարկոս Ռեյչելը հետաքրքիր բացահայտում անում, որի մեջ բացահայտում որ ուղեղը ունի 3 ռեժիմ աշխատելու։ Առաջին ռեժիմի ժամանակ դու փորձում ես գնահատական տալ, դա գնահատման ռեժիմն է։ Գնահատման ռեժիմի ժամանակ փորձում ես նոր տարածք ես մտնում, ծանոթանում ես, նշանակությունն ես հասկանում կամ վտանգները եւ այլն։ Երկրորդ ռեժիմը դա անկալական ռեժիմն է, որի ժամանակ դու պրոստը ինֆորմացիա ես ընկալում, բայց դա չես վերլուծում, փորձում ես դասավորել եւ այլն եւ այլն։ Նա թեթևի մեջ վերլուծում ես նայել, շատ թեթև, բայց երրորդ ռեժիմը դա իրոք են որ նոր իդեաներ ես գեներացնում, դա կոչվում է default ռեժիմը, որի ժամանակ ուղեղը կարող է մարդը նստած է դիվանին։ Ապրես, ու սկսում է իդեաներ գեներացնել։ Դա այնա երբ որ օրինակ լողանալուց, կոմոդ լինում է, չէ՞, կամ մեքենայի մեջ։ Ամենակարևոր մտքերը, բանա, ոնց որ ասեմ, ամբողջ հայ ազգին, ամենակարևոր մտքերը ինձ հաճախում են լողանալու ժամանակ։ Սա կտրում ենք ու դնում ենք անոնսում։ Գախնիկ բացահայտեցին։ Մարդիկ մեքենայի մեջ նստած պատուհանից դուրս նայելուց ոչինչ որ չեն անում, ոչինչ որ չեն անցալում, այդ ժամանակ գալիս են ամենահանճարեղ գաղափարները։ Ու իդեպ գիրք կարդալուց ես այդ նկատել եմ, ես երբ որ գիրք եմ կարդում, չեմ կարողանում միաժամանակ վերլուծել ինչ կարդացի, լինում որ sense պաուզա եմ տալիս։ Այո, նայում ես վերև, սովորաբար դեպի աջ, վերևի անկյունը։ Ես ինչ հասկացա ես։ Հետևաբար մարդկանց պետք է տալ որոշակի ինչ որ պատասխան, ինչ անել։ Այսինքն, արի հասկանանք, որ մարդկային ուղեղը փոխվում է։ Մենք ինչ որ էվոլյուցիայի մեջ ենք հիմա գտնվում, հա։ Կարող է ոնց որ ես ու դու չէ, որտեվ ինձ թվում է ես էլ դու էլ տենց ունենք բան ոչինչ չանելու այդ սինդրոմը, հա, նստենք մի քիչ մտածենք, բայց հիմնականում pattern-ը որ նայում ես ինչա կատարվում է ոչ աշխարհով մեկ, ինչ որ էվոլյուցիա է, որը որ ինչ որ պահից կբերի քանակական այդ փոփոխությունները կբերեն որակական թռիչքի, ինչը կասեր մեր սիրելի Կարլ Մարքսը։ Եթե մարդկանց նայում ես ոչ մի տեղ
երևի միջին վիճակագրական մարդու մասին է խոսքը չընդհանրացնեմ, հեռախոսը sense որտեղ ուզում է լինի ինքը, օրինակ դու մեքենայով ես շատ օգտվում ես մետրոյից։ Ես օգտվում եմ միայն իմ ոտքերից։ Եվ ամուսնու մեքենայից։ Եվ մեկ ամուսնուս մեքենայից, այո, ես արդեն 7 տարի է, ես 20 տարի վարորդ եմ եղել ու 7 տարի է ես չեմ քշում։ Որովհետև դու ապրում ես կենտրոնում։ Բայց չէ, հիմնական, որովհետև ես արել եմ ամեն ինչ, որպեսզի ես կարողանամ ոտով հասնել գործի տեղ, ու որովհետև այն 20 րոպեն, երբ որ ես քայլում եմ, ես ինքս իմ հետ եմ եւ այդ մենակ լինելու եւ ինչ որ գաղափարներ մտածելու պահն է իմ համար շատ կարեւոր։ Ես հիմա ուղերձ այս քո ասածը անոնս անեմ, փոքրիկ ամփոփում անեմ։ Հարգելի մեզ դիտող երիտասարդ, դու տնից դուրս ես գալիս, մի անգամից նաուշնիկները դնում ես ականջներիդ, ինչ որ բան ես միացնում ու հղած սկսում անցալել։ Ճանապարհին գնում ես, հասնում ես, մտնում ես մետրո, հեռախոսդ վերցնում ես, սկսում ես անցալել։ Հետո վերադառնում ես տուն, հեռախոսը դնում ես մի կողմ, ինչ որ մի բան ես միացնում YouTube-ով ու անցալելով ինչ որ բաներ ես անում։ Հետո դաս ես անում, էլի ինչ որ մի բան ես անցալում ու ուղղակի ժամանակ չի ունենում մտածել։ Եվ վերջում դու հասնում ես ինչ որ մի տարիքի կամ կյանքի ինչ որ մի փուլի ու հասկանում ես, որ դու դատարկ ես, ուղղակի ոչ մի իդեա չունես այս կյանքում, որովհետև ինչ լսել ես, անցալել ես, չես մարսել։ Եվ հետևություն։ Երբեմն ոչ մի բան մի արա։ Այո։ Կես ժամ, մի ժամ օրվա ընթացքում Մի ոչինչ բան էլ շանելը ասեմ, կօգնի։ այլ ինչ որ բաների, գաղտնիքների մասին ենք, հա, խոսում ես, ժամանակի կառավարման գաղտնիքը։ Մենք բոլորս գիտենք, որ փոքր ժամանակ ավելի երկար է, չէ՞։ Ավելի արագ, ավելի դանդաղ է թռնում ժամանակը։ Գիտես ինչի։ Երևի շատ ենք ապրում ու քիչ ենք Փոքր ժամանակ մենք ամեն վարքյան ինչ որ նոր բան ենք իմանում։ Ու ցանկացած տպավորություն դա մի վարքյան է կամ մի րոպե է, որ այլևս չի կրկնվելու։ Ու երբ որ դու մեծանում ես, քո առօրյա ռուտինան, այսինքն ես վեր կացա, այս ճանապարհով գնում եմ գործի տեղ։ Ամեն աստծո առավոտ դու վեր ես կանում եւ նույն ճանապարհով գնում ես նույն գործի տեղը։ Ուղեղը դա անցալում է։ Ցանկացած կրկնություն անցալում է որպես մեկ երևույթ։ Եվ այդ պատճառով ես ամեն օր իմ բոլոր առավոտները դա տարբեր ճանապարհներ են։ Ես տարբեր ճանապարհներով եմ գնում գործի։ Ու կուտակեք տպավորություններ, այսինքն ցանկացած տպավորություն, որը միջև այդ չի եղել, ինքը երկարաձգում է ձեր ժամանակը։ Փորձեք չկրկնել նույն բանը։ Ինչ լավ բան ասացիր։ Վաու, շեղվեցինք շատ մեր թեմայից, որովհետև առաջնորդությունից խոսում ենք ու եկանք ասենք շատ ուժեղ։ Առաջնորդեք ձեր ժամանակը, տնօրինեք ձեր ժամանակը։ Կեսից թեման փոխենք մեր ձեռքերում ամենի։ Արփի ջան, դու շփվում ես շատ տարբեր երկրներում, շատ տարբեր տեսակի մարդկանց հետ։ Կա արդյոք ըստ քեզ առաջնորդության մեջ մշակույթների ազդեցությունը եւ դա տարբերում է արդյոք մարդկանց առաջնորդելու ձեռագիրը տարբեր երկրներում։ Տարբեր է իհարկե, որովհետև մշակույթն է տարբեր։ Արևելյան երկրներում լրիվ ուրիշ է, որտեվ եթե քեզ դրել են այս պաշտոնին, ուրեմն դու այդ պաշտոնին ես եւ հարցականի տակ դնել քո հրահանգները ընդհանրապես համարվում է էթիկայի կանոններից դուրս։ Այսինքն չկա այդ ժողովրդավարություն այնտեղ։ Այդ կարգի կամպանիաներում իրականում ստատուսային ոնց որ համակարգը բավականին ուժեղ է։ Սկսած ժեստերից ես օրինակ սովորել եմ ինչ որ ժեստեր, որ այնտեղ պետքա օգտագործել, եթե դու փորձում ես հարգանք ցույց տալ։ Կասես մի հատ տենց ժեստ։ Օրինակ այս ժեստը։ Ահա, դա որտեղ։ Օրինակ միջինասիական երկրներում դա նշանակում է շնորհակալություն, սա նշանակում է բարև եւ դե սրտին մոտ, հա։ Վերկանալ, երբ որ որևէ մեկին անմիջական ղեկավարդ մտնում է ներս, անպայման վերկանալ։ Բնականաբար էլի արտիֆակտների մասին ենք խոսում, բայց այդ արտիֆակտների տակ կան արժեքներ։ Արժեք
որ եթե իրան դրել են, ուրեմն ինքը երևի ինձանից ավելի լավն է, ինչ որ բաներով, դրա համար ես պետքա իրան լսեմ։ Եվ այլն, իհարկե տրադիցիոն կուլտուրան մնում է տրադիցիոն կուլտուրա, ու շատ մեծ տարբերություն է իհարկե եվրոպական երկրներից, որտեղ որ այդ ամեն երիտասարդ ինքնարտահայտվում է, ամերիկյանի մասին ընդհանրապես չեմ խոսում, որովհետև այնտեղ ուղակի չես հասկանում ով է ղեկավարը, ով է իրատակի աշխատողը եւ այլն։ Կան տարբերություններ, բայց նույնիսկ այս ամբողջ համատեքստը նկատի ունենալով, իհարկե պետքա փաստել, որ մենք այնպես նման ենք, մարդ էակը ուղակի ուզում է լինել երջանիկ։ Եվ անկախ նրանից ինչ լուծույթի մեջ ես դու իրան դնում, ինքը անում է իր շարժումները, որպեսզի այդ երջանկությանը հասնի կազմակերպությունում եւ ոճերն են տարբեր եւ նույն միջինասիական երկրներում դու կարող ես լիբերալ առաջնորդներ տեսնել։ Դրա համար ամեն ինչ ոնց որ բան է, շատ հարաբերական է։ Գլոբալ է դարձել աշխարհը։ Եվ եթե Իհարկե, հիմա ոնց որ եթե մենք խոսանք տրենդային, տենց ամենակարևոր հորիզոնականների մեջ, կառավարման մեջ, դա հենց միջմշակութային կառավարման հմտությունների ձեռքբերումն է, որ համատարած բոլորը սովորում են եւ փորձում են ձեռք բերել։ այդ մեր երկրում ոնց է այդ վիճակը։ Լավ է։ Մենք ունենք առաջնորդներ ընդհանրապես։ Պրովոկացիոն հարցեր մի տուր, Դավիթ։ Ես սենց ասեմ, մեր երկրի 1/4-ը երկրի ղեկավարին համարում է առաջնորդ, որովհետև 1/4-ը ձայն է տվել եւ մինչեւ հիմա, երբ ցարցումներ են անցկացնում, երկրի մեր ներկա վարչապետին տալիս են որպես իրենց առաջնորդ, ընդունում են որպես իրենց, բայց դա 1/4-ը։ Այսինքն այնտեղ կա բավական մեծ թվով մարդիկ, մոտավորապես 65-75%, որոնք չեն կողմնորոշվել։ Չկա առաջնորդ, որ այս մարդկանց կողմնորոշի, թե մենք ապրում ենք ինչ-որ բացառիկ ժամանակներ, երբ առաջնորդների ճգնաժամ է, որով այն արտահայտություն կան, ասում է, թույլ վատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ, իսկ լավ ժամանակները ստեղծում են թույլ մարդկանց, որոնք ստեղծում են վատ ժամանակներ։ Այո։ Մենք ըստ քեզ Ես կարող եմ ասել, որ մենք ունենք շատ լավ առաջնորդներ, շատ էֆեկտիվ ղեկավարներ տարբեր կազմակերպություններում, որ ես կարող եմ պարզենալ, որ ես իրանց հետ ինչ-որ ճանապարհ եմ անցել այս կյանքում։ Մենք ունենք շատ վառ անձնավորություններ, որոնք որ փայլում են ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանից դուրս, եւ ես միշտ պարտանում եմ, երբ որ լսում եմ իրանց եւ տեսնում եմ իրենց գործերը եւ նպատակաուղղված անուն չեմ տա, որովհետեւ մեկի անունը տամ, մյուսին կնեղացնեմ, դրա համար ոնց որ նպատակաուղղված չեմ տա, բայց ես իրոք շատ պարծենում եմ այն ամենով, ինչ որ իրանք անում են։ Միևնույն է երևի տողերի արանքով էլի պասիոնարների տեսությունը կհիշեմ, ինձ թվում է, որ այդ ժամանակը չի մեզ մոտ դեռևս։ Ես էլ եմ ճանաչում ուժեղ լիդերների, օրինակ ես անուններ կտամ, որ մի քիչ ավելի տարբերվի երևի իմ ասած, ուրեմն խոսքս զումերներից, որ բողոքում են հիմա բոլորը, որ չեն կարողանում կառավարել եւ այլն, վառ օրինակ իմ աչքով եմ տեսել ու վառ լիդերներ, որոնք իրենց ամբողջ թիմն է զումերներով եւ ամբողջ թիմը ասելով նկատի ունեմ ամբողջ top management անգամ այդ թիմում բոլորը մինչև 30 տարեկան են հեսպես բային, դրանք հենց տիպիկ զումեր են, խոսքը Coffee House-ի մասին է, իրենք Նարեկը եւ Հարութը երկուսով այդ ընկերության դեմքն են ու իրենք թիմին դրել են առաջին տեղում, այո, ու այդ թիմը իրենց վրից իրենց արժեքների հոտը գալիս է։ Այդ երեխեքի հետ նույնիսկ եթե գործից դուրս շփվում ես, դու իրենց վրա այդ Coffee House-ի մշակույթի ազդեցությունը տեսնում ես, որովհետև հենց լիդերներն են այդպեսին իրենց։ Ու հենց ես իրենց հետ մի անգամ մի հատ տենց հարցով առնչվեցի, ասում եմ, ես իրենց մոտ աշխատել եմ մի որոշ ժամանակ, որպես անձնակազմի զարգացման պատասխանատու, մի հատ թեմա եղավ, ասում եմ, մի հատ տրեյնինգ կա, կարանք ոնց որ վերցնենք անձնակազմը անցնի, բայց թանկ է։ Ինձ ուսին մեր համար թանգո էժանը կապ չունի, եթե դա օգտակար է մեր թիմին, մենք պատրաստ ենք ծախսվել։ Բայց դա այդտեղ ոչ մեկ ներկա չէր։ Ես ու երկու հիմնադիրներն էինք։ Մարդիկ տենց ապրում են, այսինքն ես զարմացել եի, որովհետև առաջին անգամ տեսա մարդու, ով անձնակազմի վրա չի խնայում,
Չես Մարիեժան մի տրեյներ գտնենք, դա թանկը։ Չէ, հիմա շատ են, իրականում շատ են ու գնալով դա ավելի ու ավելի ոնց որ կարևորվում է, հենց զարգացնել, նախ սկսենք նայից, որ ոնց որ գլոբալ տենդենս է։ Փող դնել անձնակազմի զարգացման վրա։ Դա գլոբալ տենդենս է, որը ուզես չուզես կհասնի Երբ դա Հայաստան։ բոլորն անում են, դա բոլորին շահեկան է դառնում իրականում։ Իրականում եկել հասել է մեզ եւ այո, շատերը ներդրում են անում եւ իրոք զարգացնում են իրանց անձնակազմին, շատերը վախենում են, որովհետեւ կզարգանան կգնան, բայց ոնց որ Կա այդ ցավը, ճիշտ է։ տավտալոգիայի հետևից չընկնենք եւ հայտնի ոնց որ ինչ որ ֆրազաներ չհիշենք, որ բա որ գնա զարգացնեմ այդ հայտնի արտահայտությունը, եթե ներդնեմ իրան ուսուցման ուղարկեմ ու ինքը գնա, հա, Այդ փոքր միջին բիզնեսի ցավն է, ինձ թվում է իրանք մեծ բիզնեսները համայնքներով են ապրում եւ համայնքներում իրանք գիտակցում որ իրանք զարգացնում են իրանք հետո գիտես ինչ դարաշրջան է, հիմա ոնց որ միավորվելու դարաշրջան է։ Ու դրա համար որ նայում ես ընդհանուր ոնց որ ինչ է տեղի ունենում աշխարհով մեկ եւ Հայաստանում նույնպես, ինչը ինձ շատ է ուրախացնում, բիզնեսները միավորվում են, որ ինչ որ հավելյալ արժեք ստեղծեն։ Այսինքն այդ մրցակցություն կոչվածը ինքը նահանջում է, որտեղ մենք արդեն իրար հետ չենք մրցում, մենք մրցում ենք գլոբալ աշխարհի հետ, հասկանում ես։ Դա դու չես կարող անես, եթե դու պրոգրեսիվ չմտածես եւ արժե համակարգը չփոխվի։ Կամպանիաները սկսել են իրոք այս բիզնես կլուբներն են լավ ազդել դրա վրա, որ սկսել են միավորել բիզնեսներին ու այդ առումով ողջունելի է ու բիզնես կլուբների շնորհիվ շատ բիզնեսներ կարողացան նույնիսկ պետական մակարդակով իրենց հարցերը լուծել, որովհետև կարողացան միավորվել։ Իհարկե։ Առաջնորդել, բայց այստեղ մենք ոլորտ ենք խոսում, իհարկե, բայց միևնույնն է, էլի տենց մտածում եմ ընթացքում ու հասկանում, որ մարդկությունը հիմա ապրում է լրիվ այլ օրակարգով եւ վերջում կասես արդյոք համաձայն ես այդ մտքիս հետ թե ոչ եւ հիմա առաջնորդման առաջվա մոդելները չգիտեմ որ մի հոգի լինի ամբողջ ազգի առաջնորդ ու այդ ազգը ամբողջը հետևի այդ մարդուն սիրի այդ մարդուն այդպես Սիրուն հեքիաթ է բայց չկա մեր ժամանակներում չէ Սիրուն հեքիաթ է դե որովհետեւ առաջին մի հատ բան ասեմ քեզ էլի արի մտածենք իրար հետ էլ ես հարցի հիմա մարդիկ առաջ եթե մարդիկ օրինակ ապրում էին ընդհանուր մի ինֆորմացիոն դաշտում խմբագրվում էր ինչա գրվում թերթերում խմբագրվում էր ինչ են նայում հեռուստացույցում հիմա չկա հիմա բոլորը սմարթֆոնների մեջ աշխարհը տեսնում են սմարթֆոնի էկրանից այն կողմ եւ արժեքների քարոզը գնում է սմարթֆոններով օքեյ լավ որ այդտեղ նայում ես ինչքան ալիքներ ու ինչքան կոմունիկացիայի ուղիներ կան անհնար է հաշվել նույնիսկ հետեւաբար ոնց կարելի է այստեղ ինչ-որ մի առաջնորդի սпасել կամ ակնկալել որ մեկը կդառնա այդ բոլոր տարբեր պատկերացում ունեցող մարդկանց համար առաջնորդ Դավիթ ջան մենք խոսում ենք հրաշքի մասին իմ կարծիքով ես որպես այն սերունդի ներկայացիչ որը որ մեծացել է հեքիաթների վրա Եվ երկնքից 3 խնձոր սпасել միշտ վերջում իհարկե ոնց որ պոզիտիվ եմ դրան վերաբերվում, որովհետև այո կարող է լինել հրաշք, բայց հրաշքն էլ պետք է ունենա իր տրամաբանական շղթան իրադարձությունների։ Հա, որպեսզի դու ունենաս ինչ որ տենց առաջնորդ, որին բոլորովս կսիրենք, կհավատանք եւ կգնանք իր հետևից դրա տակ պետք են լինեն որոշակի նաեւ հիմքեր, որոնք պայմանավորված են նաեւ մեզանով որ կգտնեն մարդկանց սրտերին այո բարձ ժամանակներ ենք ապրում ես լինում է որ մոտդ ճտում է ինչ որ բան այդ իմ ճտածի մոտ ինչ որ բան գլխի մեջ փոխվեց ինչ որ մի բան ինչ փոխվեց կասես Արի հիմա էլ ես քեզ հարց տամ։ Մինչև մեր զրույցը ես հենց ուզում եի ինչ-որ մի բան ստանալ, ինչ-որ պատասխան գտնեինք միասին։ Որն է ունիվերսալ լիդերը։ Լավ, փորձեինք գոնե, թեկուզ փորձենք ձևացնել, որ գտանք պատասխանը։ Նայ, ցանկացած բան, որ դու ստանդարտացնում ես, ինքը արդեն յուրօրինակ չի։ Հենց դու ստանդարտացրեցիր ինչ բան է լիդերը, դու չես գտնի այդ լիդերին։ Հա, ուղղակի իմ անկեղծ էմոցիան էս էր, որ ես հիմա ես քո հետ զրույցի ընթացքում իմ համար նոր գիտակցում եկավ։ Իմ մեջ նոր գիտակցում եկավ, որ իրոք ապրում ենք այն ժամանակներում, երբ պետք չի ուղակի սпасել։ Պետք չի սпасել, որ ինչ-որ մեկը կլինի առաջնորդ։ Դու ես, քո կյանքն է,
Առաջնորդիր քո կյանքը Ու հիմա դրա համար բոլորը առանց վնասելու ուրիշներին իմիջիալոց։ հա այդ սահմանն է, որից այն կողմ չի կարող Որովհետև երբեմն այնց են առաջնորդում, որ շուրջ բոլորը փշրվում է լրիվ։ Այո։ Էդ էլ կոչվում է ոնց որ մենք քոուչինգում դա անվանում ենք էկոլոգիա, հա։ Այսինքն շուրջդ, երբ որ դու ուզում ես ինչ որ բան ես երազում, հա, չգիտեմ, երազում ես դառնաս, չգիտեմ, մեծ ընկերության ղեկավար։ Արդյոք այդ ճանապարհը վնասում է այն մարդկանց, ովքեր քո շուրջն են ու որոնք կարևոր են քո համար։ Մամա, պապա, երեխաներ։ Հակադարձեմ քեզ։ Մարդիկ հիմա զգայուն են եւ ամեն ինչից նեղանալու, ինչ ուզում ես արա, էական չի, ես աշխարհում ինչ էլ անես, միևնույն է կգտնեն մի բան, ինչից կվիրավորվեն, կնեղանան, վատ կլինի դա իրենց համար եւ այլն։ Անկամ մեր ոդքասթի մեջ կգտնեն ինչ-որ մի բան, որից դժգոհ են։ Հաստատ գտել են կան ու բան կան։ Գիտես ինչ հոգեբանական անվտանգության բաներն են, աստիճաններն են։ Մարդիկ, որոնք պիտի զբաղվեն հենց առաջնորդեն, պիտի ուզում են, ունեն այդ պոտենցիալը, ունեն այդ հմտությունները, նույնիսկ իդեաներ ունեն, որ ուզում են անեն, չեն համարձակվում դրանց մասին բարձրաձայնել, որովհետև երբ որ բարձրաձայնում են, ինչ որ միտեղ մի թեթև մի բար մի տար սայթակեցին, կոչնչացնեն, բան cancel կանեն, ոնց որ ասում են Ամերիկայում։ Դավիթ ջան, երբ որ դու վստահ ես այն բանի մեջ, ինչ որ անում ես, դու կարողանում ես դա բարձրաձայնել։ Ուրեմն ինչ որ անվստահություն կա։ Այդ մարդիկ համարձակություն հիմա չունեն բարձրաձայնել այն, ինչի հավատում են ու ինչը իրենց համար կարևոր է, որովհետև սոցիալական ճնշման մոդելը փոխվել է հիմա օրինակ համացանցում թունավորումը մեծ մասշտաբների կար հասնի, որը առաջ չկար, առաջ կարող էին բամբասվել բակում, խոսել տանը եւ այլն, բայց չկար համաշխարհային տրենդ, որ մի օրում ամբողջ աշխարհը քեզ կարա թունավորի են փչացնի։ Դեպք եղավ այն տղան, որ մտել էր ազգային ժողով պատերազմի ստորագրումից հետո, ոնց ամբողջ ազգը մի օրում այդ տողուն հասցրեց, չեն կարող համոզված լինենք, որ ազգը հասցրեց, բայց դա չի կարա չազդի այդ մարդու վրա, որ ամբողջ ազգը քեզ ինչ ասես ասում է։ Ու այդ տղեն ինքնասպան եղավ։ Ահա որ էր այդ ուղակի, ես իմ մեջում չեմ հիշում, ինչ որ սթորի է արել, թե ինչ որ ասում, ժողովուրդ, էս ինչ արիք դուք, էս ինչի եք դուք ընդունակ։ Մեզ այդ համարձակությունը, որ հիմա մարդկանց մեջ չկա, մարդիկ ասում են Միրարկյան, իմ կյանքը նորմալ է, Արփի ջան, ես լավ ապրում եմ, ամեն ինչ նորմալ է, փողը աշխատում եմ, ժամանցը ունեմ, երեկոյան մտնում եմ ինտերնետով 2-3 նկար եմ նայում աղջկա, սիրուն ու քնում եմ։ Ինչ եք ուզում դուք, ինչ եք ուզում ես առաջնորդեմ, առաջնորդելը անznազողություն է ենթադրում։ Ես իմ համար լավ ապրում եմ, հա ունեմ լավ իդեաներ։ Դա գիտես խնդիր, որովհետև ոնց որ կարծրատիպ է ուղեղներում, մի բան, որ շատ են խոսում, միշտ համը դուրս է գալի։ Հիմա բոլորս խոսում ենք, որ առաջնորդ պետք է դառնալ, առաջնորդել է պետք, առաջնորդման հմտություններ է պետք, առաջնորդման դպրոց է պետք, առաջնորդման զարգացում է պետք եւ այլն, հա։ Դառը իրականությունը այն է, որ բոլորը չեն կարող լինել առաջնորդ։ Ու երբ որ ուղեղի մեջ մտցնում ես այդ կարծրատիպը, որ չէ դու պիտի դառնաս առաջնորդ, իսկ ինքը այդքան չկա, ինքը իր մեջ այդ ներուժը չունի, հա, ու ինքը զգում է, թեկուզ հայլու դեմ կանգնելուց, բայց ինքը դա զգում է։ Աշխատում է պաշտպանիչ մեխանիզմ, որը որ ուրիշի հաշվին իր ինքնագնահատականը բարձրացնելն է։ Հասկանում ես։ Հիմա համայնքներն են կարևոր։ Այսինքն գնում ենք դեպի համայնքների ձևավորման։ Այո, թիմային աշխատանքը նույնիսկ այս վերջերս ես իմ ուսանողներին էի պատմում, որ կարա լինի թիմ, որը չունի ղեկավար։ Կարա լինի թիմ, որը չունի ընդհանրապես ղեկավար, եթե մարդիկ իրար հետ համահունչ աշխատում են եւ ամեն մեկը գիտի իր գործը, եւ ամեն մեկը իր գործի էքսպերտն է, եւ մենք ունենք ճիշտ պրոֆիլավորում մարդկանց, որ իրանք ունեն հոմոգեն ճիշտ հարաբերություններ, ապա իրանք կարող են առանց ղեկավար տալ քեզ արդյունք։ Ով ասես, որ իրանց գլխին անպայման պետք է ղեկավարը լինի։ Այդ հիերարխիկ ստրուկտուրայի մոդելը տրանսֆորմացվել է։ Նույնիսկ մատրիցային ստրուկտուրայի մասին, որ մենք խոսում ենք, միշտ կա project manager, չէ՞, այնտեղ, որը որ պատասխան է տալիս։ Ես համոզված եմ, որ մի քանի տարի հետո մանավանդ, որ մենք ունենք հիմա արհեստական բանականություն, պատկերացնում ես,
էլի սցենարներ են, որը որ մենք չենք կարող, մենք ընդամենը կարող ենք ենթադրել, բայց մենք չգիտենք ուր է գնում։ Տեսել ես բիրյուզովի օրգանիզացիաներ, հիմա այդ նոր իդեա կա, չէ՞։ Լսել ես դրանց մասին, որպես կանոն ասում են, որ գոյություն չունեն, էլի, Պիսիկ չկան, բայց իդեան անգամ որ մենք դա քննարկում ենք կամ կամպանիաներ կան, որոնք ուզում են էվոլյուցիա ապրել դեպի դա, բայց իրանք որպես կանոն կարմիր մակարդակի վրա են եւ ուզում են թռնեն բիրյուզովի։ Համար մի քիչ ոնց որ բան է, էլի, ծիծաղելի է։ Լավ, որ դու այդ սպիրալի դինամիկայի մասին էլ գիտես, սպիրալի, բայց երկար եմ Ես ապրում, չգիտեի, Դավիթ ջան։ ես էլ դեռ չեմ հասկացել այդ սիստեման այնքան լավ, որ հասկանամ դա ակադեմիական արդյոք թե ոչ։ Ոնց որ ես դա ուսումնասիրում եմ հիմա։ Ինքը իր հիմնական համն ու հոտը հենց կանում է նրանում, որ մենք մարդուն էլ կարանք իրանով անալիզ անենք, մշակույթն էլ, պետությունն էլ, կազմակերպությունն էլ, խումբն էլ։ Ինչու է որ կարմիրից խոսեցինք, որպեսզի մեր դիտողները պատկերացնեն ինչա կարմիրը, դա ընկերության այն փուլն է, այն շրջափուլն է, երբ որ ընկերությունում գոյություն ունի մեկ միանձնյա ղեկավար եւ բոլոր որոշումները իր ուժի վրա են հիմնվում, դա կոչվում է նաեւ գոյապահպանման ուժի մշակույթ, մրցակցության ստատուսի մշակույթ։ Այո։ Հիմա հարց. ինչու ինտուիտիվ, եթե կամ ենթագիտակցորեն մարդիկ սկզբում, երբ ղեկավարի հաստիք են ստանում, սկսում են ավտորիտար ղեկավարման մոդելից եւ հետո մենք իրան պիտի տանենք տրեյնինգի, պիտի սովորացնենք, գիրք տանք կարդա, որ ինքը հասկանա, որ աշխարհում կա առաջնորդելու մոդել։ Չէ որ մեր պատմության սկիզբը, երբ մարդիկ ապրում էին քարանձավերում, նշանավորվել է նրանով, որ ունեցել ենք ամենահետաքրքիր լիդերների մոդելը, հենց այնտեղից սկսած, որ լիդերին ընտրել է ժողովուրդը, այդ լիդերն էլ տարել է ժողովրդին հաղթանակներով եւ գոյատևման ճանապարհով։ Հիմա ինչի են մարդիկ որոշել, որ պիտի ավտորիտար լինեն սկզբում։ Մի քանի բան կարող եմ, ես շատ երկար կարող եմ խոսել, իրականում իհարկե մեր եթերը ոնց որ թույլ չի տա։ Նախ ես կարող եմ ուղղակի ասեմ արձանագրված արդյունքները ուսումնասիրության մեծ հետազոտություն են արել 120-ից ավելի երկրում, որ հարցրել են ինչ է խանգարում քո ղեկավարին, որ ինքը լինի նորմալ։ Հասկանում ես, այսինքն չլինի այդ մտրակի ոնց որ սինդրոմը, հա։ Պատճառներից մեկը զբաղվածության սինդրոմն է, որ մենք բոլորս երբ որ հասնում ենք որոշակի պաշտոնի, ես զբաղված եմ, ես ժամանակ չունեմ, դրա համար արագի մեջ ասեմ գնա այս բանը արա, որտեղ ժամանակ չունեմ քեզ բացատրելու։ Որը հիվանդություն է, ու այդ հիվանդությունը եթե դու ղեկավար ես, ուրեմն քո ժամանակի առնվազն 50%-ը պետք է գնա մարդկանց հետ խոսալու։ Ոնց որ այդ ոլորտում պետք է լինի, հա, գործնեության ոնց որ մեծ մասը, որտեղ իրանք քո տակ աշխատում են, դու պետք է իրանց հետ խոսաս։ Երկրորդ ընդեղ շատ հետաքրքիր է, որ կոնկրետ կիրառական ղեկավարման հմտությունների բացակայությունը, այսինքն դու կիրառական, այսինքն դու կոմոդ ոչ թե գիտելիք է, որ սենց է պետք անել, այլ կոնկրետ հմտություններ, որոնք ձևավորվել են, որ չգիտեմ, հետադարձ կապը սենց է պետք տալ, կրիտիկան սենց է պետք անել, մեդիացիան սենց է պետք անել, երբ որ հարց ես տալի, հարցը նենց է պետք ձևակերպել, որ հասկանալ, որ հիմար հարցին մարդիկ տալիս են հիմար պատասխան, խելոք հարցին տալիս են խելոք պատասխան եւ այլն եւ այլն։ Երրորդը իհարկե դա ցավոք սրտի սեփական եսի վրա չափազանց կենտրոնացված լինելն է, որովհետև մենք բոլորս մեր կյանքի կինոն ենք նկարում, որտեղ մենք գլխավոր դերում ենք, մենք էլ երաժշտությունն ենք գրում, մենք էլ ռեժիսորն ենք, մենք էլ ոնց որ մեզ այդ օսկարը վերջում տալու ենք եւ այնքան կենտրոնացած ենք մեր սեփական եսի վրա, որ պարզապես ոնց որ չենք տեսնում մնացած բոլոր բաները, հա, բաղադրիչները։ Իսկ մեր հաջողության հիմնական ոնց որ գրավականը դա մեր աշխատողներն են, որոնք մեզ կտան արդյունք։ Եվ այլն ես շատ կարող եմ թվարկել, կարող է դա լինի նաև այնտեղ մոտ 10 տենց պարամետր է դուրս բերվել, որը որ նույն ձևի արտացոլվում է նաև մեր իրականությունում։ Ես նկատի ունեմ Հայաստանում, հա։
հետաքրքիր է, որ կա նաև ոնց որ մտքիս եկավ իմ շատ սիրելի Ջոն Քինգը իր Tribal Leadership գրքում խոսում է մի հատ հետաքրքիր ֆենոմենի մասին, որ մարդիկ երբ որ երկխոսություն են անում, իրանց հիմնական նպատակը ենթագիտակցորեն դիմացինին ցույց տալ, ինչքանով են իրանք ինչքանով ավելի շատ է իրանց կյանքը ստացվել։ Այսինքն ես հիմա եթե քեզ հարցնեմ դասարանցիների հանդիպումն է։ Այո, եթե ես քեզ հիմա հարցնեմ, չգիտեմ, անցած շաբաթ կիրակի ինչ ես արել, Դավիթ ջան։ Հիշելու եմ մենակ այն լավ բաները։ Մի հատ հələ ասա, ինչ ես արել։ Անցած շաբաթ։ Ահա։ Սուտ եմ խոսացել։ Ինչ որ հիշեի դրանք, չէ՞։ Ինչով ես զբաղվել։ Ոնց է անցել շաբաթ օրը։ Անցած շաբաթ։ Կամ կիրակի։ Ժողովների մեջ եմ եղել։ Իսկ ես Ամստերդամում սուրճ էի խմում սրճարանում։ Այսինքն էս հասկանում ես, էս պատասխանը միանգամից ոնց որ քեզ գցում է մի sense հոգեբանական վիճակի մեջ, որ վայ իմ կյանքը չի ստացվել։ Արփին Ամստերդամում էր, դե հիմա պարզապարծենալու բան չկա, ես որպես օրինակ եմ վերում։ Բայց դու Ամստերդամում ես։ Հա, ես իրոք Ամստերդամում եմ, բայց սուրճ չէի խմում, գործ էի անում, դե ոնց որ հիմա փորձում էի խաղալ։ Այսինքն այն պահից, երբ որ դու մարդու հետ ոնց որ կա նույն ոնց որ եթե մոտենանք բանաձևի ոնց որ սկզբունքով, մենք կարող ենք խոսալ ես ոնց որ իմ մոտ ավելի հաջողված է, քան թե քո մոտ ու ես ոնց որ տենց խոսամ քո հետ, իսկ դա այդ քո ասած ճանապարհն է դեպի ավտորիտարիզմ, կամ խոսանք իմ մոտ էլ ամեն ինչ լավ, քո մոտ էլ ամեն ինչ լավ։ Ոչ թե մոտ ամեն ինչ վատ է, քո մոտ էլ ամեն ինչ վատ, նայենք ու մոտ ավելի վատ։ Այդ էլ ամենա ոնց որ ցածր մակարդակն է։ Այլ իմ մոտ ամեն ինչ լավ է, քո մոտ ամեն ինչ լավ է, արի նայենք ինչ ենք անում։ Այ այս հավասարության ոնց որ բանաձևը, եթե մտնի ուղեղի մեջ, ամեն ղեկավարի, ապա ինքը շատ պրոդուկտիվ կլինի։ Հետաքրքիր է, որ social այդ բանին որ դու պատմեցիր, դա ես մտածում եմ ինչա կատարվում social media-ում։ Սոցիալական ամբողջ մեդիան այն բանի մասին է, որ իմ մոտ ստացվել է, քո մոտ ոչ։ Ասում ինչի են ցույց տալիս բոլորը, երբ իրանք օրինակ, չգիտեմ, մեյքափ են անում բան, ասում ոչ մեկ ցույց չի տալիս, որ ինքը եղունգները կտրում է։ Ոչ մեկ ցույց չի տալիս, որ ինքը, չգիտեմ, ճաշը թափվել է իր, աշխատում են միայն ցույց տալ օրվա այն հատվածները, որտեղ իրենց մոտ ամեն ինչ լավ է։ Դե դրա համար մենք ունենք հոգեբանական խանգարումներ սոցիալական մեդիայի հիման վրա, դրա համար մենք ունենք մենակության սինդրոմ, որտեվ իրան արդեն ապացուցել են սոցիալական մեդիայով, որ իրանք լավն են, այսինքն չէ, հասկանում ես։ Հարվարդի այն ուսումնասիրությունը գիտես, չէ, որ 80 տարի արդեն տևում, որ փորձել են հասկանալ մարդը ինչն է մարդու համար նպաստում, որ ինքը խորը ծերություն հասնելուց իրեն լիարժեք երջանիկ եւ բավարարված զգա այս կյանքում։ Փորձել են հասկանալ օրինակ առողջական ծխելու, խոլեստերին, քաղցկեղ եւ այլն բոլոր բաներով անցնում են ու հասկանում են վերջում, որ ամենաերջանիկ մարդիկ ծերության մեջ եւ ամենաառողջը այն մարդիկ են, ովքեր ունեն ամուր սոցիալական կապեր, իրական ամուր սոցիալական կապեր, ու ասում են հետաքրքիր է, որ այդ քանակով չէր որոշվում, այսինքն շատ սոցիալական կապերով չէր որոշվում, այլ որքանով են այդ սոցիալական կապերը խոր, այսինքն քանի հոգու հետ դու կարաս անկեղծ խոսես, քանի հոգի կան քո կյանքում, ում հետ դու կարաս լինես դու, ոնց կաս, չփորձես ձևացնել։ Ինչ որ ծայրահեղություն, որ երբեմն կարաս այնց հիմարել ես, որ բոլորի հետ անկեղծ խոսես։ Հա, դա պետք չի դրա։ Այդ բանաձևը ովքեր կհասկանան բառացիորեն, այո, ճիշտ է, պետք չի այդպես անել։ Արփի ջան, վերջին հարցը, ես ուզում եմ մենք ամփոփիչ պատասխանով քո փորձենք հասկանալ հայ երիտասարդը, ոչ միայն երիտասարդը, հասուն մարդիկ, ովքեր էական չի որ տարիքում են, բայց բավականաչափ հասուն են, որ ունեն գաղափարներ, որոնք մեր կյանքում շատ բաներ կարող են փոխել։ Այսօր մենք ամաչում ենք, վախենում ենք, խուսափում ենք լինել ռուսերեն լավ խոսք կա, վիսկոչկա, որտեղ դու վերցնես ու ասես այն, անես այն, ինչ որ քեզ դուր է գալիս, ինչ որ դու գտնում ես որ ճիշտ է։ Ինքնավերլուծելուց հետո, երբ մարդը ռեֆլեքսիա արեց ու հասկացավ, որ ինքը ճիշտ բանավորություն ուզում անի, հաջորդ քայլը սկսում է, հաջորդ քայլը արդեն մոտենում ենք առաջնորդելուն։ Ինչ չեմ ուզում թիվ ասեմ 3 բան, 4 բան, 5 բան, ըստ քեզ քանիսը կլինեն, կարող ես այդքան ասել։ Ինչ պիտի անեն այն մարդիկ, ովքեր կանգնել են հարցի առաջ, սկսեն արդյոք առաջնորդել, եւ եթե այո, ինչպես։
Դժվար հարց էր։ Գիտես, չէ, ոչ թե դժվար հարցը, ինձ համար ինքը մի քիչ կոգնիտիվ դիզոնանս է առաջացնում։ Ասեմ ինչի, որովհետև դու չպիտի որոշես, կարող ես առաջնորդես, թե չէ, առաջնորդությունը դա մի բան է, որ քեզ թույլ է տրվում ուրիշների կողմից, որ դու անես։ Հասկանում ես։ Շատ լավ պատասխան ես տալիս։ Դու իրան չես կարա վերցնես։ Քեզ պետք է թույլ տան։ Իսկ որպեսի քեզ դա թույլ տան, դու պիտի այդքան լինես։ Իսկ որպեսզի այդքան լինես, պիտի քո վրա աշխատես։ Պիտի իրոք այ բանը Մայքլ Քոլի գիրքը գտիր քո հումուսը։ Գտնես քո հումուսը, որն է այնսի սերը, որ դա դու ես։ Ոչ թե քո մամայի ձայնն է, ոչ թե քո պապայի ձայնն է, ոչ թե քո ընկերների ձայնն է, ոչ թե քո սոցիալական միջավայրի ձայնն է։ Այն ամենը, ինչ որ խանգարում է քեզ, որ քո էությունը տարբերվի ուրիշների էությունից։ Որտեվ դու ծնվել ես, առաջին ճիճը, որ եղել է, դա քո ճիճն է եղել։ Քո Ու կյանքում դա քո ամենակարևոր ձայնն է։ ձայնն է, ամենակարևոր։ Ու այդ ձայնը հետո սվաղվել է ուրիշների տարբեր տեմբրներով եւ ձայներով եւ տոնայնությամբ։ Այ մի հատ այդ սախ պետքա հանել եւ գտնել քո հումուսը։ Եթե դու քո հումուսը գտնես, ապա քեզ թույլ էլ կտան։ Շնորհակալություն։ Խնդրեմ, շատ հաճելի էր։